Ողջույն բոլորին, ֆունկցիաներ 1, խնդիր 4։ Խնդիրը հետևյալն է։ Մտքում ունենք 3 հատ ինչ-որ թիվ, ու մեզ խնդրում է տպել ամենահաճախ հանդիպողը։ Եթե բոլորը նույն քանակի են հանդիպում, ուրեմն այդ դեպքում ուղղակի առաջինն ենք ուզում վերադարձնենք։ Այստեղ 0, 1, 0 օրինակ, այս 0-ն է ամենահաճախ հանդիպողը, երկու անգամ է հանդիպում, վերադարձնում ենք 0, 1, 2, 3-ի դեպքում ամեն մեկն էլ մենակ մի անգամ է հանդիպում, դրա համար վերադարձնում ենք առաջինը, այսինքն 1-ը։ Դե գնացինք այս մեր what քվեարկել կոչվող ֆունկցիան գրելու։ Նախ ֆունկցիան սկսենք սահմանել def what։ Հիմա այս ֆունկցիան մուտքում ընդունել է 3 հատ թիվ, որտեվ 3 հատ քվե է գալիս, n1, n2, n3 եկեք նշանակենք։ Ահա։ Հիմա եկեք հասկանանք ինչ դեպքեր ունենք ընդհանրապես։ Եթե բոլորն էլ իրար հավասար լինեն, այս դեպքում ուղղակի վերադարձնում ենք առաջինը։ Եթե օրինակ առաջին ու երկրորդը իրար հետ հավասար լինեն, էլի վերադարձնում ենք առաջինը, առաջին ու երրորդը իրար հետ հավասար լինեն, վերադարձնում ենք առաջինը, եկեք մի հատ բոլոր դեպքերը հասկանանք, էլի երբ ենք վերադարձնում առաջինը։ Ու եթե բոլորը տարբեր լինեն, վերադարձնում ենք էլի առաջինը։ Այս բոլոր դեպքերում մենք տալիս ենք հետ առաջի արժեքը։ Հիմա, ինչ դեպքում առաջինը չենք վերադարձնի։ Այն դեպքում, եթե նախ առաջինը ու երկրորդը տարբեր թող լինեն, որտեղ եթե առաջինը ու երկրորդը տարբեր եղան, արդեն պետքա ստիպված վերադարձնենք էլի առաջինը, որտեղ այս երրորդը մենակով չի կարող ոչ մի բան փոխի, էլի ընդամենը 3 հոգի կան։ Այսինքն պետքա առաջինը ու երկրորդը տարբեր լինեն, օրինակ 1, 2։ Ու հիմա որ այս առաջինը չվերադարձվի, պետքա այս երրորդ թիվը նույնը լինի, ինչ երկրորդ թիվն է մեր, այսինքն պետքա ինչ որ 1, 2, 2։ Ու իրականում սա միակ դեպքն է, երբ մենք չենք վերադարձնում առաջին արժեքը։ Չենք կարող էլի ուրիշ ձև մշակենք, որտեղ եթե մեկ ասենք մի հատ թիվ ու մյուսը էլի նույնը եղավ, всё, արդեն առաջինն առնելու։ Մեկ ու ուրիշը տարբեր եղավ, ահա, հիմա այս դեպքում արդեն պետքա ստիպված այս մեկը հավասար լինի իրան, թե չէ, եթե տարբեր լիներ, էլի վերադարձնելու էինք առաջինը, ստացվեց, որ մենակ մի հատ դեպք կա, երբ որ վերադարձնում ենք առաջինը, մնացած դեպքերում վերադարձնում ենք այս երկրորդը կամ երրորդը, այս դեպքում երկրորդը ու երրորդը նույնն են, էլի ուղղակի ասում ենք երկրորդն ենք վերադարձնում։ Այսքան մեր կոդը դառնում է sense մի հատ պստիկ բան, ասում ենք եթե երկրորդը հավասար է երրորդին, վերադարձրու երկրորդը, կամ կարող ենք գրենք երրորդը, տարբերություն չկա, էլի մեկը իրար հավասար են։ Մնացած դեպքերում վերադարձրու առաջինը։ Ապագայում կսովորենք, որ կարող ենք այս else-ը չգրենք, նաև այսպես գրենք, բայց այդ ուղղակի ձեռի հետ նշում եմ անում։ Հիմա մեր ֆունկցիա ունենք, պետքա մուտքը կարդանք։ Մուտքը input-ով վերցնում ենք ու բացատով են իրար հետ բաժանած split ենք անում, 3 հատ արժեք է, իրանց որ 3 փոփոխականի մեջ բան, կարող ենք ստեղ num1, num2, num3 հավասար է input get split, ու մեզ կմնա ուղղակի կանչել ֆունկցիան մուտքում տալով այս փոփոխականները իրեն։ num1, num2 եւ num3։ Ահա։ Այս լուծմանը միանգամից sense որ նայում ենք ինքը ինտուիտիվ չի, բայց մի փոքր որ մտածում ենք ու չենք անցնում միանգամից կոդ գրելուն, այլ մի հատ մարսում ենք, խնդիրը նոր ենք գրում, արդեն կարողանում ենք sense էլեգանտ լուծման գալ։ Դե մերսի, ձեզ լավ օր։